Երբ ես նկարում էի այս հոլովակը, սև և սպիտակ, ես վստահ էի և սպասում էի, որ հարցեր կլինեն հենց սև գծի վերաբերյալ, ով չի դիտել, խնդրում եմ նայեք այս հոլովակը, այսինքն այո, մեր կյանքում լինում են և լուսավոր օրեր, և վատ օրեր, սև և սպիտակ գծեր, և հետևորդներից մեկը հարցրել, բա ինչ անենք, որ այդ սև գծերը չեն ավարտվում, նախ երկար են տևում և մեկը չվերջացած մյուսն է լինում, դա ունի իր տրամաբանական բացատրությունը հարգելիս։ Կախված նրանից, թե ինչ եք դուք մտածում այս պահին, ինչ հույզեր ունեք ձեր հիմիկվա վիճակի մասին, դուք ստեղծում եք ձեր իրականությունը, ձեր կյանքը, դա ապացուցված է բազմաթիվ քվանտային հոգեբանների կողմից, կարող եք հոդվածներ կարդալ, գուգլել, տեսնել, որ դա այդպես է, բազմաթիվ փորձերի միջոցով է, դա ապացուցված։ Նայեք, երբ դուք առավոտյան արթնանում եք և ասում եք, վայ, նորից այսօրը սկսվեց, գումար չունեմ, առողջությունս այդքան լավը չի, ես մենակ եմ և այլն, ձեր ուղեղը դա ընդունում է որպես իրականություն։ Ձեր ուղեղը ոնց որ Ալադինը, գիտեք այդ հեքիաթը, այնտեղ կա ջին, չէ, որ բոլոր Ալադինի 3 երազանքները իրականացնում է, պարզապես ի տարբերություն ջինի, ուղեղը բոլոր երազանքներն է իրականացնում։ Եվ երբ դուք ասում եք, ես գումար չունեմ, ես դժբախտ եմ, ասում եմ, լսում եմ և խոնարհվում եմ, այսինքն ի կատար եմ ածում քո այդ գաղափարը, կամ ասում եք ես մենակ եմ, խնդիր չկա, այնպես կանեմ, որ դու ապացույցներ կստանաս նրան, որ դու մենակ ես, և այդպես ձեր այսպես կոչված սև գիծը ձգձգվում է, երկարում է։ Ես ձեզ առաջարկում եմ մի տեխնիկա, ամեն առավոտ հենց արթնանում եք ու վատ մտքեր եք սկսում ունենալ, ի դեպ ես ասել եմ, որ ամեն մարդ, ամեն օր ունենում է 60,000 միտք, բնականաբար մենք այդքան չենք կարող հասկանալ, ընկալել, և այդ մտքերը առանց ֆիլտրվելու գնում են ենթագիտակցության մեջ, և մենք ունենում ենք այն մտքերը, որ հոգեվիճակը, որ մենք հիմա ունենք, դրան համապատասխան մտքեր ենք ունենում, և երեք ինչ որ մտածել ենք, մենք այսօր ենք ունենում, այսինքն 98%-ը մեր մտքերի երեկվա մտքերն են, և այսպես, հենց առավոտյան արթնանում եք և վատ մտքեր են գալի, ասեք ստոպ, և ֆիքսվեք նրա վրա, ինչի համար կարող եք շնորհակալ լինել, կան մարդիկ, որ դա էլ չունեն, ինչ որ դուք ունեք, և բացի այդ ձեզ խորհուրդ եմ տալիս, ինչ ցանկություն որ ունեք, նախօրոք զգացեք, որ դուք այն ունեք, և դրա համար էլ շնորհակալ եղեք, ասեք ինքնախաբեությունը, թեկուզ և ուղեղը չի տարբերում երևակայականը իրականից, այն կիտրոնի ռոլիկով ես ձեզ ապացուցեցի, այնպես որ ոչինչ, մի քիչ դուք իրան խաբեք, հետո ինքը ձեզ շատ լավ ծառայություն կմատուցի ձեր ուղեղը, այնպես որ այդպես արեք, որպեսզի ձեր այդ սև գծերը երկար չլինեն և փոխարինեն շատ սպիտակ գծերով, ես վստահ